տեսեք, երեսը յուղած է, որոտ չմտնի։ Հեսա համը կտենակ։ Ինչքան ուզում է պանիրն առանձին ունենաս, ջիլն առանձին ունենաս, առանց մոթալ գյուղացի տունը տուն չի։ Պետք է մոթալի համը տենաս, ինքներդ կտենակ, կփորձեք կտենակ ինչ, էկոլոգիապես մաքուր, բնական լրիվ ամեն ինչը, խնդրեմ, եւ երկար պահպանվող ու երկար էլ ապրող։ Մեր ձմեռվա պաշարը կա։ Այնքան ունենք, որ փառք Աստծո ձմեռվա պաշարը ունենք։ Մարուսի արած բանից չունես թազա։ Դե բի, չէ, ասե թազա արած լիս, ես էլ մեր բանիրը, մեր ազնական պատրաստած բանիրը, ահա, հիմա էսա կկտրենք, կփորձենք, կտենակ։ Մարուսյան դանակ տունը։ Մարուսը Աշոտի սիրելի եւ անփոխարինելի կինն է։ Առանց Մարուսի ոչ կյանք կա, ոչ տուն ու տեղ։ Ինքը իր օջախի, իր տան դրսի պատն է, ինչպես ասում է բանաստեղծը, իսկ Մարուսը ներսի պատն է։ Հայրենի օջախը շեն, տաք ու ցանկալի պահողը, առանց որի կյանքը անհետաքրքիր կլիներ ու ողջ կյանքում ոչինչի հասած չէր լինի, եթե չլիներ իր անփոխարինելի ոսկի ձեռքերը։ Սակայն ի տարբերություն զրուցասեր ու ճարտարախոս ամուսնուն, Մարուսը ամաչկոտ է, չխոսքան, տեսախցիկից խուսափող, որ հազվադեպ առիթի դեպքում իր միկրոֆոնն ու ձայնի իրավունքը վստահում է ամուսնուն։ Աշխատող, ստեղծող, արարող, քարից էլ հաց քամող, օր ու գիշեր քրտնող ու չհոգնող մարդկանց օջախում ենք, որտեղ թեժ փայտե վառարանի շուրջը ցանկալի ու ջերմ մթնոլորտ է ստեղծվել։ Դրան էլ ավելացել է այս ջերմ ու կրակոտ մարդկանց դժվար աշխատանքով ստեղծված բնական ու համեղ գյուղական մթերքներով հյուրասիրությունը, որը ինչու չէ իրենց հպարտության առիթն է, որովհետև բոլորը իրենց ձեռքի ու մտքի գլուխգործոցներն են, բոլորը պատրաստված են սիրով ու սերով։ Ասպա են գյուղա, են մարդը, ով որ հացուպարից կշտանում է, ուրեմն հիվանդ է։ Կարտոշկի պլեջն էլ վրեն անում ես, տակ հացը կա, նոր պանիրը կա, պլեջը կա, խնդրեմ, որ տնական արաղն էլ դնում ես ավելյալ։ Աշոտը համեստություն չի անում, Մարուսն էլ առարկություն, կասի, որ այո, առանց իր խորհուրդների գործը գլուխ չի գա։ Հա, կինը անող, լնող, աշխատող շնորհաշատ է, դրա մասին խոսք չկա, բայց Աշոտի փորձառությունը մանկությունից է գալիս։ Հիշում է, դեռ 14 տարեկան էր, տատ ու պապի հետ սարերում մեկ էս կովի հետևից, մեկ են կովի հետևից էր վազում, մեկ կով էր կթում, կթածին արոտ քշում, կաթ զտում, ջիլ ու պանիր անում։ Ոչ ոք չէր հասկանում, որ այդ կատնամթերքը 14 տարեկանի պատրաստած է։ Եվ ով է ասել, որ պանիր, թել պանիր, առաժան մոթալ պատրաստելը միայն կնոջ պարտականություն է։ Ինքը կոտրում է բոլոր կարծրատիպերը ու ասում, Աշոտի պատրաստածի նման ոչ մի կին չի կարող պատրաստել, իսկ համոզվելու համար պիտի համտեսել։ Կփորձեք դուք ինքներդ անձամբ կտենաք սրա յուղայնությունն էլ, սրա մաքրությունն էլ, սրա անքաշությունն էլ, սրա դեղնությունն էլ։ Առանց ձեր խորհրդի sense լավ պանիր կլիներ։ Իհարկե ոչ։ Ասում եմ տակատը շատ ես տկացրել, ես էլ իրա որոշակի բաներն ունի, մի քիչ մերանը շատ կցես պինդալնում, շատապինդալնում, մարդիկ մտածում են, որ յուղը քաշած է, համար պետք է ամեն ստանդարտն էլ պահես, ջերմությունը պահես, ջերմաշճանը, թթվայնության ժամանակը, բոլորը իհարկե խորհրդով է։ Այն բոլոր կենդանատեսակները, որ կարելի է գյուղում պահել ու եկամուտ ստանալ, Աշոտի անասնագոմում հաստատ կգտնեք։ Չէ, այնպես չի, որ Աշոտի աչքը ծակ է կամ էլ հանգիստ, մաքուր իր խոսքով ակուրատնի կյանքով ապրելու ձև չգիտի։ Գիտի, այն էլ ինչպես, պարզապես ինքը նախընտրել է արժանապատիվ գյուղացու կյանքով ապրել, լիքը գոմով, լիքն ու բարով, մառաններով, լիքն ու բարի սեղաններով, պարզ ճակատով, բաց սրտով։ Սա մի պատմություն է հաջողակ ու աշխատասեր մարդու մասին, ով չնայած լիքը փորձություններին, կյանքից տրված հարվածներին, իր համառության ու աշխատասիրության շնորհիվ ոտքի է կանգնել ու առաջ գնացել։ Բնացած ուրիշ գովում են, շարունակություն ուրիշ գովում են, ստեղ սիրունն ու չալով են և սիրունի հորդոցհոլի կա, էսա արդեն ու տապսակար, էսա տակերի ես մաքրեմ, մաքուր չլինելու դեպքում նախ մթնոլորտ տա, չէ, օդը, բացի էդ, կրծքագեղձի պրոբլեմ կարա ստեղծի, որտև կթելու ժամանակ երբ կրծքագեղձը բացվում է, այդ ժամանակ կեղտ գնալու դեպքում կարա ինֆեկցիա տա կրծքագեղձում։
Առավոտը որ գալիս եմ քորում ականջը, խելոք կանգնում։ Իրանք մարդից ավելի շատ են հասկանում։ Այ եթե ծնի սեզոնին ստեղ ալնեք խորթը հետ իր առաջի ստանելու դեպքում, կտենակ իրանք ինչ են անում։ Համարյա ուզում է խփենք ես, որ դու իր խորթի դերամոտից տեղափոխում ես։ Այս գոմը իմ հարստությունն է, իմ ապրուստն է, իմ եկամուտն է։ Այս գոմով ես այսօր ցանկացած պարագայում, ցանկացած անասուն մորթելու դեպքում ես կարող եմ ցանկացած պրոբլեմ լուծեմ։ Թե հիվանդանոցային, թե տան ռեմոնտի, թե որ մի բան ասեմ։ Սենց ասեմ, կովը եթե պահում ես մի քանի տարի, դա քեզ համար դառնում անշարժ գույք արդեն։ Շարժական, բայց անշարժ գույք։ Անգամ այս թրիքը, որ այգիներում կարող ենք բան տանք, որպես պարտանյութ օգտագործենք։ Մարդիկ կան այդ ոչ հաղպատում իհարկե, բայց մարդիկ կան սրանից վառելիք են ստանում։ Բնական վառելիք տորֆի ձևով։ Աշոտի տնտեսությունը մեծ չէ, ինքն է այդպես ասում, մենք էլ համաձայնվում ենք, թեպետ այլ բան ենք տեսնում, սակայն ստացված եկամուտներն են մեծ, թաքցնելու ոչինչ չունի, ոչ մեկ իր ձեռքից չի տանելու, տարեկան բավականին եկամուտներ է ստանում միայն կով ու ցլիկ պահելով, չհաշված են մթերքները, որ ողջ տարվա ընթացքում են վաճառում, մի ցավի չէ, մի քանի ցավի ոտք կոտրում, օրինակ այս տարի եզդիների հետ արդեն հախ ու հաշիվ արել է, Չալոյին պիտի առանց մորթանելու վաճառի, որ տան ռեմոնտի հարցը վերջնական լուծի, իր խոսքով Եվրոստիլ վերանորոգում պիտի անեն, ճոխ-ճոխ կահույք, ռոկոկո մոկոկո սպասքեղեն առնեն, որ աղավարի կյանք ապրեն, ոչնչից ու ոչ մեկից պակաս չլինեն։ Հա, սիրուն։ Չալոք ես շախտանի, հվա քի, ուր ես տակըց վերասում։ Իրանցաղը դրած, որ իրանք իրանցաղն ունենան, օգտագործեն, մաքրեցինք, օրվա մեջ արդեն տեղափոխում եմ կոմախպը, Չալո, այս տարի քու վերջի տարին է, կգնաս այս տարի կծախենք, քու տեղը հետբեկի ֆորթը կպահենք, որովհետև տարիքն արդեն իրա այնքան մեծ է, որ արդեն մեծ տարիքում պրոբլեմի առաջ ես կանգնում վաճառելու համար։ Որոշել եք ինչ եք անելու արդեն այդ գումարով։ Այդ գումարով իհարկե որոշել եմ։ Տան նորոգությունը, այս տարի վերանորոգումը կանեմ։ Յուրաքանչյուր գործի հիմքում աշխատանքն ու աշխատասիրությունն է դնում, դրա համար էլ փառք Աստծո հաջողում է, թեպետ ասում է իրենց գյուղում հաղպատում, որ տարածաշրջանում ավելի շատ զարգացած գյուղ կասեն, իրենց էլ զարգացած գյուղի զարգացած բնակիչներ շատ քչերն են անասնապահությամբ զբաղվում, տարեստարի խոշոր եղջերավորների գլխաքանակը պակասում է, ու եթե այսպես շարունակվի գյուղում մեկ կամ մի քանի անասնապահությամբ զբաղվող կմնա։ Վատ է, բայց դա իր հիմնավոր պատճառներն ունի։ Առաջինը, որ գյուղը դարձել է Հայաստանի խոշոր տուրիստական կենտրոններից մեկը, որովհետև այստեղ է հաղպատավանքը, որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ է գյուղ բերում։ Դրանով իսկ նպաստելով գյուղում հյուրանոցային, հյուրատնային բիզնեսի առաջխաղացմանը եւ զարգացմանը։ Լիքը աշխատատեղ, բայց աշխատողի ճրագով են ման գալիս։ Աշոտն էլ այն բացառիկ մարդկանցից է, ով դեռ կարողանում է հավատարի մնալ գյուղական իր առօրյային, գյուղացու կյանքին։ Մի բան էլ կա, որ մեծ պարտությամբ կասի։ Այնպես չի, որ եթե անասնապահությամբ չեն զբաղվում, պակաս են իրենցից ապրում։ Ասում է, այս գյուղում հաղպատում բոլորը թաքնված միլիոնատերներ են։ Դե ես քանի աչքը բացա, ես պետք է անասնապահությամբ զբաղվեմ։ Դա սիրում եմ անասունների հետ շփվելը։ Երկրորդ, իմ եկամուտի աղբյուրների գոնե 50%-ը ես տեսնում եմ այդտեղից։ Իմ տատիկս, չգիտեմ, դուք ծանոթ եք, թե չէ, 110 տարի ապրել է, 110 տարեկանում ինքը անասունների խնամում էր։ Ու անընդհատ շփում եղել է, սար գնալ, գալ, սովորությունը, մարդու սովորությունը իր կյանքում սովորում ես, էլ քեզ համար առաջնային է ալնում։ Ես տեղից 14-17 տարեկան եմ եղել, մինչև բանակ գնալս մենակ։ Աշխատել եմ սարում, անալիզատոր, սերմնարող տեխնիկ, բրիգադիր, մինչև բանակ գնալս։ Ու բանակից հետո եկել եմ շարունակել։ Ընդ որում ամուսնացած չեմ եղել, հայր չեմ ունեցել, հետևս մարդ չի եղել, մենակ ապրել եմ։ Բանի Ստեփանավանի Աղլաղաց սարում։ Կոնկրետ ես չէի ասի հաղպատեցին, կասեի երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունը վանք մտնելով հանդերձ
երկու շատ հազար անգամ ներողություն յուբկա տենալով արդեն կտրվում է անասունից։ Իրավուղեղը տալիս է դեպի եկեղեցին, դեպի տուրիստական կազմակերպությունները, շփվի մաքուր, հոտ չի գալի վրից, լույսը պաստայանի ունենում ասարերում, որ մի քիչ պրոբլեմները կան, արդեն ժողովուրդը երիտասարդությունը քանի գնում կտրվում է, որը ցավ է։ Եվ իսկապես երիտասարդին չես կարող էլ համոզել, թե բա կոստյում շալվարդ գալստուկդ թող, արի գոմ մտի, թրիկ մաքրի։ Աշոտի կարծիքով սա մեծ խնդիր է, գյուղատնտեսության ոլորտը այս դեպքում տուժում է, բայց մեղադրելու էլ չի, նախասիրության ընտրության հարց է։ Իսկ այն տարածված կարծիքը, թե գյուղացու գործերը լավ չեն ու միայն անասուն պահելով լավ ապրել հնարավոր չէ, Աշոտը կհակադրվի։ Իր հաջողված փորձը առաջ կբերի ու կավելացնի, ցանկություն է պետք միայն։ Հետո նաև անասնապահությամբ զբաղվելը մի քիչ էլ խելքի հարց է։ Իրոք անասնապահությամբ զբաղվելը շատ մեծ մասնագիտություն է, գրեթե ես կարելի ասեմ, թե զոտեխնիկի ցանկացած անասնապահ գրեթե հասնում է զոտեխնիկի եւ անասնաբուժի պաշտոնի։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ ես, այ հորտի կերակրում, չէ՞, նոր ծնված հորտի կերակրում որոշակի ազնվորություններ կան, որ դույլով կաթ են տալիս, որ սխալ է հորտի համար, հորտի աճեցման, հենց աճման համար սխալ է, որովհետև առաջին մարսողական նյութը համարվում է թուքը, եթե դու տալիս ես ծծանով, չէ, ինքը ծծելու ժամանակ թքարտադրություն է ունենում ու մարսողությունը հենց սկզբից կատարվում է դրանից, իսկ եթե դույլից է խմում, այդ մարսողությունը չի կատարում, այսինքն ավտոմատ իր աստամոքսի վրա ծանրաբեռնվածություն է անգնում։ Այսօր հանրապետության մասշտաբով էլ ասեմ, այսօր պրոբլեմի առաջ է կանգնում հանրապետությունը հենց գյուղատնտեսության կորուստով, այսինքն ցորենը դրսից է գալիս, որ գյուղացին կարի դույլ ցորենն աճեցնի, միսը դրսից գալիս է, ի՞նչն է պատճառը, որ պետք է հավի միս արտասահմանից ընդունեն կամ խոզի միս ընդունեն, այդ դեպքում երբ հնարավորությունը կա, որ գյուղացին տեղում արտադրի։ Կոչս բոլորին է, աշխատեցեք, ունեցեք, անասնապահությամբ զբաղվեք, եկամուտ տեք։ Տարեկան, սենց ասեմ, մոտավորապես մինչև 2 տոննա կաթ մեկ, եթե գումարայինի վերածենք շուկայական արժեքներով այս պահին, որ չես հանձնում, այլ հենց դու վաճառում ես, 250-ից լիտրը, 250-ից 300 դրամ է, 250-ով էլ հաշվեք 2 տոննա կաթը, բավականին գումար է, պլյուս մի հատ հորտ, որ աճեցնելու դեպքում միս կարաս 2 տարի հետո կամ տարուկես հետո 10 մինչև 200 կիլո միս, իսկ փոքր վաճառելու դեպքում էլ այս պահին օրինակ շուկայական գներով ասեմ, արու հորթը, 20 օրական հորթը 120-130 հազար դրամ է, քիչ իրոք դուրս գումար է մնում եւ դու կարաս քու բոլոր կարիքները հոգաս։ Պլյուս դրան, դեռ սովետական միություն այդ ժամանակներում մեծերը, գիտեք ինչ էին ասում, ասպեն մի կողը պահում է մի ընտանիք։ Ոլորտում խնդիրներ էլ կան, որոնց մասին վերապահումով կխոսի, որովհետև ինքը այդ խնդիրներին արհամարելով է ապրում, թեպետ ամեն օր բախվում է դրանց հետ։ Սպանդանոցային պարտադիր մորթից սկսած մինչև կաթի անհավանական ցածր գինը։ Իհարկե սրանք այնպիսի խնդիրներ են, որոնցից գյուղացին կարող է հիասթափվել, պարզապես ինքը կոտրվողներից չէ։ Ամենավատ բանն է Հայաստանում, որ հենց կոնկրետ գյուղատնտեսական մթերքների վարձատրությունը գինը չի բարձրանում, չես կարող բարձրացնել, որովհետև հենց դու բարձրացնում ես մի պահ առնող չի լինում, մթերքները փչանում է, գտալ չի որ ասես մի տարի հետո կվաճառվի։ Այսօր վեր ունես Հայաստանի Հանրապետությունում սովորական աղբյուրի ջուրը, բնական ջուրը ավելի թանկ է, քան մի լիտր կաթի գինը։ Ցանկալի կլինի բոլոր խմայքներում մինի բաներ լինի, միսկոմբինատներ։ Մի մեքենայի արժեքը 20,000 դրամ աստեղից, որ անասունը տեղափոխես շնող։ Ընդեղ էլ մուծումներն անում ես, եկամուտից տահագին պակասում է, կամ օձուն։ Բայց եթե ըլնի, օրինակ, սանահին, ակներ, հաղպատ, ծաղկաշատ, այդ ինչ որ մի կենտրոնացած բան, որ մարդիկ արդեն ոտքով
տեղափոխեն ոչ թե մեքենաներով, ահագին օգուտ տված կլինի։ Բայց ոտքով կարող եք ձեր Դե իհարկե, սովետների ժամանակ ոնց էր Ալավերդում միս կոմբինատը կար, ստեղից ոտքով էլ էին տեղափոխում այդ կոմբինատները։ Ինչևէ սրանք խնդիրներ են, որոնք գուցե մի օր կլուծվեն։ Ինքը լավատես է, վստահ է, մի օր ձայնը տեղ կհասնի։ Իմ խորհուրդը բոլոր համայնքներին, բոլոր գյուղացիներին, եթե ապրում ես գյուղում ու դու պետք է գնես կաթ կամ միս, իմաստ չունի քո գյուղում ապրելը։ Իսկ գյուղում ապրելու դեպքում էկոլոգիապես մաքուր քո սնունդը դու ինքդ հոգում ես, եկամուտը տենում ես, քո երեխեն առողջ է մեծանում, ու խորհուրդս բոլորին է, որ գյուղում ապրողը պետք է առնվազն գոնե մինիմում մի հատ կով ունենա, իր երեխու կաթը, մածունը հոգա։ Դե իհարկե, եթե գոբը չլիներ կամ այդտեղ պետք է գնայի պահակ աշխատեի, չոր աշխատավարձի վրա ու լրիվ գնովի։ Իսկ այսօր ինձ ավելի հաճելի է իմ արտադրանքը ես ուտում եմ, ավելի հեշտ եմ մարսում, ավելի լավ եմ մարսում, ավելի համով եմ մարսում, քան ուրիշի ձեռքի աշխատանքը։ Նաև ինչ-որ բան հետ եք գցում։ Նաև ինչ-որ բան հետ եմ գցում, իմ շինարարությունը բանում, տուն եմ ռեմոնտանում եւ այլն։ Կովով, այդ թրիքով մեքենա են գնել եւ շքեղ մեքենա, ապրում են մեծահարուստի նման։ Ճիշտ է, չարչարմունքը շատ է, բայց պետք է չարչարվես, որ ապրես։ Սա պարզապես գոմ ու տնտեսություն չէ, սա ապրելու ձև է։ Այստեղ ամեն ինչ ծնվում է քրտինքից, համբերությունից ու սիրուց։ Կաթը դառնում է կաթնամթերք, աշխատանքը արժանապատվություն։ Ի վերջո, հյուրատանն էլ, հյուրանոցին էլ գյուղական բնական կաթնամթերք է պետք, որ այստեղ ձգի ու այստեղ բերի հյուրերին։ Աշոտն էլ այս կերպ է պահում ու շենացնում գյուղը, իսկ բոլոր հաշվարկներից ու խնդիրներից դուրս։ Աշոտի համար ամենամեծ ձեռքբերումը ընտանիքն է։ Աշխատանքի արդյունքը նրա աչքում չափվում է ոչ միայն եկամտով, այլ միասին նստելու մի սեղանի շուրջ հավաքվելու հնարավորությամբ։ Եվ հենց այստեղ է, որ տարվա ամենամեծ հաջողությունը ստանում է իր ամենապարզ, բայց ամենամարդկային ձևակերպումը։ Իմիջայլոց տարին ինձ համար դաժե սես կասեի արտակարգա, որովհետև տղա ունեմ դրսում, որ գալիս է նոր տարին ծնողների հետ անի, որ ինձ համար դա մի հատ իրոք Աստծո նվեր է։ Թորներս են գալու, հավաքվելու են գյուղում 3-4 օրով, մնանք, քեֆանենք, ուրախանանք, ընդ որում անձնական խոզով, անձնական բարով, անձնական յուղով։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Հաղպատից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։